Հարգելի ունկնդիրներ, ես ցանկանում եմ այսօր կարճ եթեր անել և ձեզ հաղորդել մի նորություն, մի հնարավորության մասին, որ ինձ թվում է բոլորդ էլ կուրախանաք։ Ես զանգեցի Henderson Detention Center և հարց ու փորձից հետո հասկացա, թե ինչպես կարելի է նամակ ուղարկել Վարդան Ղուկասյանին։ Ես խնդրեցի այն հասցեն, որի վրա հնարավորություն կա ուղարկելու։ Իմ այս տեղեկությունը շատ ճշգրիտ է, որովհետև անձամբ եմ խոսացել և գրի առել հասցեն։ Այո, դա հնարավոր է, այդ հնարավորությունը ունենք։ Դա ուրախալի նորություն է, ինձ թվում է բոլորդ էլ կուրախանաք։ Ես ճիշտն ասած զանգեցի, որովհետև ինքս էի ուզում այդ հնարավորությունները փորձել և իմանալ, թե արդյոք կարելի է իրեն ուղարկել email կամ ֆիզիկական սովորական նամակ։ Պարզաբանվեց, որ email, այսինքն էլեկտրոնային պոչտա, որպես հնարավոր չի դրանով նամակ ուղարկելը։ Հարգելիներս, ես գիտեմ, թե որքան դուք սիրում եք և աջակցում նրան։ Տեսնում եմ ձեր հարյուրավոր մեկնաբանությունները, որտեղ դուք նրան մաղթում եք ուժ, ազատություն և չգիտեմ, այս հարյուրավոր մեկնաբանությունները բոլորը չեմ կարող հիշել և ասել, թե ինչեր եք մաղթում, ինչքան եք նրան սիրում, հարգում։ Դրա համար էլ մտածեցի, որ ինչքան կուրախանա, երբ որ ստանա ձեր այդ քաջալերանքի խոսքերը, երբ որ բանտում է գտնվում մի մարդ ու ստանում է նամակներ, ինձ թվում է իրեն հետաքրքիր է դա և դա կարող է նրան ուժ տալ, քաջալերել, ուրախացնել և այլը։ Պատկերացրի, որ ինքը ստանում է տարբեր երկրներից ձեր նամակները անընդհատ, բացում է, կարդում, ուրախանում, ժպտում և այլը։ Մի խոսքով, մի քանի բառն էլ կարող է ժպիտ բերել և նրան ուժ տալ, ինքը կհասկանա, թե ինչքան մտահոգված եք իրենով, և ավելի լավ կլինի դուք նրան չկրեք ձեր անձնական խնդիրները։ Խնդրում եմ, եթե իրոք իմանամ, որ դուք պատմելու եք ձեր տան հոգսերի մասին, կառավարության դավաճանության մասին, իշխանավորների, իրոք եթե պատկերացնեի, որ եթե դուք նման բաների մասին եք գրելու, ես կարող էի ձեզ հետ չկիսվել այս հասցեն։ Իմ վախը դա է, բայց ինձ թվում է բոլորդ էլ լավ հասկանում եք, որ նա առանց այն էլ ծանրաբեռնված է իր իսկ հոգսերով։ Նա ձեզ ոչինչով չի կարող օգնել այս վիճակում։ Մի ծանրաբեռնեք նրան ձեր խնդիրներով, մի տխրեցրեք, կարծում եմ, որ առանց այն էլ տխուր է, այնպես որ նա բախվում է իր սեփական դժվարությունների հետ։ Խնդրում եմ ձեզ, ես վստահում եմ ձեր գիտակցությանը, ես վստահում եմ, որ դուք բարի եք և ոչ թե էգոիստ և եսասեր։ Խնդրում եմ, մի ծանրաբեռնեք նրան, միևնույն է, նա ձեզ չի կարող օգնել այս վիճակով և նաև մի բողոքեք երկրի քաղաքական, ազգային խնդիրներից, նա ձեզնից լավ էլ հասկանում է այդ խնդիրները, մոտավորապես գիտի ինչեր է կատարվում, պարտադիր չի, որ դուք բոլոր կատարված նորությունները գրեք իրեն։ Իմ նպատակը ձեզ տալու այս հասցեն դա չի, խնդրում եմ ճիշտ հասկացեք, ես ուղղակի տատանվում էի տամ թե չտամ ձեզ, բայց որոշեցի վստահել ձեր գիտակցությանը։ Իմ այս լսարանը, որ ինձ լսում է, ես արդեն հասկացել եմ, որ բարձր գիտակցության մարդիկ են բոլորը տարբեր երկրներից և վստահելով ձեզ կարող եմ տալ այդ հասցեն, դա հատուկ այն հասցեն է, որտեղ ուղարկվում է նամակ, դա Henderson Detention Center-ի էջի հասցեն չէ,
այլ ինքը ինձ ուղղորդեց, թե որտեղ պետք է գնա նամակները։ Մի խոսքով, ընկերներ, նամակը դուք գրում եք հայերեն, նա հասկանում է հայերեն։ Ձեզ մնում է միայն ծրարի վրա գրել այս իմ տված հասցեն, ամեն ինչը ինչպես տեսնում եք, ոչ ավելացրեք, ոչ պակասեցրեք, այնպես ինչպես տեսնում եք, տառ է տառ, ես նրա անուն-ազգանունը ինչպես է այնտեղ Ամերիկայում գիտեմ, մի ավելացրեք որովից է տառ եւ այլը, որ գտնեն։ Ձեզնից ինչ է մնում, գնալ պոչտա, post office եւ ընդամենը գնել stamp, ձեր նամակը տեղադրեք ծրարի մեջ, տարեք այնտեղ եւ նա կկշռի, կասի թե ինչքան քանի մարկա պետք է գնեք, քանի դրոշմանիշ պետք է գնեք, որ ուղարկվի մինչև այդ հասցեն։ Այդքան բան, ձեզ մնում է միայն գնալ պոչտա, post office եւ ուղարկել։ Այդքան տեսնում եք, ձեզ անգլերեն իմանալ կամ այլ լեզու պետք չի, բոլորդ էլ կարող եք հայերեն գրել, ռուսերեն գրել եւ նա կհասկանա ամեն ինչ դուք գրում եք։ Առաջ իմ կոմենտներում էի գրում այդ լավ մաղթանքները իրեն, միայն ես էի կարդում ու ուրիշները։ Հիմա դուք կարող եք անձամբ մաղթել այդ ամենը։ Ես ուզում եմ նրա տրամադրությունը բարձրանա դրանով, ձեր բարի մաղթանքներով, ձեր հոգատարությամբ, ուժ ու այսպես ասած քաջալերանք տվեք նրան, որ դիմանա եւ պայքարի։ Դուք գիտեք, թե ինչեր կգրեք եւ ձեր սրտի մաղթանքը անկեղծորեն, եթե գրեք նա կհասկանա եւ բարձր կգնահատի։ Սա իմ նպատակը, թող հուսով եմ, որ չեմ կարծում, թե նա կձանձրանա շատ նամակներ ստանալուց, բոլորն էլ ուրախանում են նամակ ստանալուց։ Դուք ուղղակի չձանձրացնեք նրան ձեր կյանքի հոգսերի մասին պատմելով, խնդրում եմ, այնպես որ հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, վերցնեք եւ ձեր ձեռքով գրեք որևիցե նամակ նրան եւ հիմա ունեք հասցեն ուղարկելու, այդքան բան։ Ես ինքս առաջինը չգրեցի, ուզեցա ձեզ հետ կիսեմ այս լավ լուրը, այնպես որ մենակ իմ մասին չեմ մտածում, ձեր մասին էլ եմ մտածում։ Դուք կարող եք նրան ուղղակի գրել Էդգարից եւ Սուզաննայից էլ ողջույն։ Այդքան բան, այդքան էլ բավական է։ Շնորհակալություն, որ լսեցիք ամեն ինչը, որ ես ասեցի, որովհետեւ սա դրա տեղը չէ եւ ժամանակը չէ ինչ որ պրոբլեմների մասին խոսելու։ Ձեր նպատակը պետք է լինի միայն ձեր սրտի բաղձանքները, որ գրում եք այս կոմենտներում, այն հաղորդելը անձամբ իրեն Վարդանին, համ ձեր ծրագիրը կտեսնի, համ ձեր մաղթանքները կկարդա եւ ձեր բոլոր ասածները իրեն տեղ կհասնեն։ Դրանից ավելի լավ էլ ինչ։ Նման ձևով դուք կունենաք կապը, այո, դա հետադարձ կապ չի լինի, բայց գոնե դուք կարող եք նրան ուղարկել ձեր սրտի խոսքերը։ Շնորհակալություն, որ լսեցիք, ես կտեղադրեմ հասցեն կամ վիդեոյի տակը, կամ էլ վիդեոյի վերջում։ Հետևացեք, ես կգրեմ այնտեղ, որն է իսկական հասցեն։ Խնդրում եմ չփոխել։ Stay tuned.